Արմավիրի մարզպետ Աշոտ Ղարամանյանը մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ուղեկցությամբ հունիսի 22-ին այցելել է Խանջյան, Հացիկ և Այգևան համայնքներ, ծանոթացել ծիրանի բերքահավաքին և իրացման հետ կապված հարցերին։ Խանջյան համայնքում մարզպետը եղել է Զոհրաբ Ավագյանի ծիրանի այգում, հետաքրքրվել բերքահավաքի ընթացքի և իրացման հետ կապված հարցերին։ Այգետերերը մեծ գոհունակություն են հայտնել ստացված բերքից, միաժամանակ վստահեցնելով, որ ծիրանի իրացման խնդիր մինչ այժմ չեն ունեցել և մեկարգղ ծիրանը շարունակում են վաճառել 4000 դրամով։ Հաջեցնում ենք ծիրան, նաև ես օգնում եմ արտահանողներին, որ ապրանքը ստեից արտահանեն։ Եթե գինը պահպանվի, սանից ավել խնդիր չկա, բերքը առատ է, տանողներն էլ նորմալ գին են տալիս 400 դրամը, այս բռնատության այս տարվա համար շատ ընտիր գին է։ Ծառներն էլ արդեն տարիքն առած ծառներ կան, երիտասարդ ծառներ կան, մենք նախատեսում ենք հեկտարից 10-15 տոննա միջին բերք, բայց դաշտ կա, որ հեկտարը կարող 40 տոննա էլ տա։ Կարևորը գնորդ լինելու խնդիրն է։ Հետո կմնա այն, որ գործարանները բացվի, տագիտ հապածը, մանրը, որը չեն հասցնի այդպես անհատական վաճառքի տալու, կտանեն գործարան։ Հացիկ և Այգևան համայնքներում այգետերերը ևս գոհ են ստացված բերքից և իրացման գործընթացից։ Աշխատելով մի քանի արտահանող կազմակերպությունների հետ, նրանք մարզպետին վստահեցրել են, որ մինչև այժմ որևէ խոչընդոտի չեն հանդիպել և կարողացել են ապահովել բերքի իրացումը։ Մարզպետ Աշոտ Ղարամանյանը իր խոսքում փաստել է, որ այս տարի մարզում գյուղացիական տնտեսություններն առատ բերք են աճեցրել։ Ըստ նրա, մարզում պտղատու այգիները կազմում են 8413 հեկտար, որից 4156 հեկտարը ծիրանի այգիներն են։ Մարզպետի խոսքով, միայն ծիրանի բերքը այս տարի կկազմի 45-ից 50 հազար տոննա, այգետերերին ապահովելով շուրջ 4-ից 5 միլիարդ դրամի համախառն եկամուտ։ Այս տարի իրոք մեր գյուղացիները հրաշալի բերք են աճեցրել, դուք ինքներդ եք ականատեսել, տեսնում եք, ոչ մի խալուց չկա, որովհետև ժամանակին բուժումները անցկացրել են, 2-3 օրից ավել է մարզում սկսվել է բերքահավաքը, բայց սա կշարունակվի մինչև երևի հուլիսի 10-15-ը և պատրաստում ենք մոտավորապես 45 հազարից ավել տոննա ծիրան տալ և վերամշակող ձեռնարկություններին և նրանց, ովքեր արտահանում են Ռուսաստանի Դաշնություն և այլ երկրներ։ Մարզպետ Աշոտ Ղարամանյանը տեղեկացրել է նաև, որ հունիսի 29-ին մարզ է այցելելու Եվրոպայի ամենախոշոր մեծածախ առևտրի բազայի տնօրենը, ծանոթանալու մարզի ծիրանի, դեղձի, ինչպես նաև խաղողի այգիներին։ Մարզպետի փոխանցմամբ երկկողմ համագործակցություն սկսելու շուրջ ընդհանուր հայտարարի գալու դեպքում մարզը իրացման շուկայում ձեռք կբերի նոր գործընկեր։